Համահայկական աշխարհագրականը ներկայացնում է։ Ծնողներս Գաբրիելյան Ռոբերտ եղել է դասախոս պոլիտեխնիկի համալսարանում, ծնվել է Երևանում, մայրս ծնվել է Գյումրիում, եղել է ակնաբուժ 8-րդ կլինիկայում քաղաքային Երևանում։ Նախապապս եղել է Լորվա գյուղի Մարգահովիտ գյուղի վերջին տերհայրը, մի նախապապս Վանում եղել է բանկի կառավարիչը, տատիկս եղել է վիրաբույժ, մյուս տատիկս եղել է հայոց լեզվի դասատու, ուսուցչուհի, մյուս պապիկս եղել է շոգեքաշավար, մեքենավար շոգեքաշի։ Պատմությունները տատիկիս իր վիրաբույժ դառնալուն պես շատ անմոռանալի են հայրենասիրության լի լցված հայրենի դասատու ուսուցչուհի Սեդատատիկիս պատմությունները պապերիս համարյա չեմ տեսել, կարելի ասել հիշողությունները մութ են, ի վերջո հասկանում եմ, որ մեծ ժառանգություն եմ ստացել իրենցից, որպես հայ ազգի մշակույթի գրող և մինչ այժմ կամ այդպիսին է։ Ես ինքս մեծացել եմ Երևանում, ծնվել եմ, կարևորագույն կյանքիս կայարաններից մեկն է պետական համալսարանից ֆիզմատ դպրոցը, որը եղել է և վստահ եմ կա մեր ազգի ամենամեծ գիտնականների շտեմարանը, կարելի ասել, ես բախտ եմ ունեցել աշակերտ լինելու այնպիսի հերոս դասատուների կողմից, ինչպիսին էր Մնացականյան Կարլենը, Գրիգորյան Գագիկ Վարդանովիչը, որպիսի պատկերացնեք, ինչ ստացել եմ այդ ֆիզիկո-մաթեմատիկական դպրոցում, մինչ այժմ կիրառում եմ և դա է իմ հաջողության հիմքը։ Այդ ֆիզմատ դպրոցը շատ բան է ինձ տվել, երևի կասել է ամենակարևորը, դա տրամաբանական խաղերի սերը, սիրահարվածությունը, որ մեզ ստիպում էին մենք օլիմպիադաներին մասնակցենք, ներկայացնենք մեր երկիրը։ Երկու տարի սովորել եմ մաթեմատիկայի ֆակուլտետում և ստացել եմ շատ հիմնավոր կրթություն բարձրագույն մաթեմատիկայի մեջ։ Ի տարբերություն, ասենք, երբ տեղափոխվել եմ Գերմանիայի Բերլինի Հումբոլդտի համալսարանը, որը ասեմ նշեմ ձեզ Հումբոլդտի համալսարանում դասավանդել է Գաուսը, Վայերշտրասը, այսինքն որ շատ մեծ անունով համալսարան էր։ Այն պահանջները, որ ունեցել եմ Հայաստանում, որ բոլոր թեորեմները մինչև վերջի կետն ու ստորակետը պետք էր ապացուցել ինքնուրույն, այդ պահանջները ես Գերմանիայում չեմ ունեցել, ավելի շատ գիտելիքների քանակը պետք է ստանայի եւ այլն, ավելի շատ պետք է զարգացնեի իմ լայն հայացքը դեպի մաթեմատիկական գիտություն, այլ ոչ լինել այսպես կոչված մաթեմատիկայում շախմատիստ, որը ավելի շատ հայերն էին պահանջում։ Երկար գիտական ճանապարհ անցնելուց հետո պաշտպանել եմ իմ թեկնածուականս, ժամանակ սկսել եմ աշխատել որպես կիրառական մաթեմատիկոս փոքր բիոթեք ֆիրմայում, որտեղ փորձել ենք կանխագուշակենք սպիտակուցների
փոխազդեցությունը 2001 թվականին դիմել եմ BI Pharma Գերմանիայի ամենամեծ տեղագործ կոնցեռնին որպես կենսաինֆորմատիկ կամ computational biologist եւ բարեբախտաբար նրանք ընդունել են ինձ 10 տարի ես աշխատել եմ տեղագործական այդ կոնցեռնում որպես հետազոտող այդ հետազոտման պայմանները եղել են այնպիսին, որպեսզի կարողանանք տեղամիջոցի թիրախային մոլեկուլները գտնել եւ շատ հաճախ շատ ինձ հարց են տալիս, իսկ մաթեմատիկան ինչ կապ ունի ընդհանրապես տեղագործության մեջ։ Ես էլ կարող եմ ասել, որ առանց մաթեմատիկա գոյություն չունի տեղագործություն։ Ամեն դեպքում ոչ ժամանակակից տեղագործություն, դրանք այսպես կոչված high throughput screening-ի հնարավոր չի գտնել թիրախային մոլեկուլները, հնարավոր չի գտնել թիրախային քիմիական միջոցները, որոնք կարող են պայքարել այդ թիրախային մոլեկուլների հետ եւ հնարավոր չի ստեղծել ժամանակակից տեղեր։ Եվ 10 տարի հետո իմ այսպես կոչված հետազոտական ինստիտուտից հետո այդ տեղագործության ես տեղափոխվել եմ բժշկական մասը, որտեղ փորձել եմ մեր բժիշկ գոլեգաներին օգնել եմ գենետիկական տվյալների միջոցով հիմնվելով ստեղծել նոր տեղեր, որոնք ավելի ինդիվիդուալ են, այսպես կոչված personalized medicine, կարողանալ բացառել այն հիվանդներին, որոնք կարող են severe effects, այսինքն որոնք կարող են ոչ ճիշտ դեղային ռեակցիաներ տալ, ասենք։ Բայց ամենից հետաքրքիրը, որը ինձ համար գործունեությունը սկսեց, դա 7 տարի առաջ էր, երբ ինձ վստահեցրին արհեստական բանականության բաժինը ղեկավարել, որի նպատակն էր արհեստական բանականության մեթոդների միջոցով լավացնել եւ օպտիմիզացնել ամբողջ դեղամիջոցների արտադրության եւ ստեղծման շղթան։ Boehringer Ingelheim-ը առաջատարն է, ամենամեծ բիոքիմիական դեղամիջոցների արտադրողն է։ Բիոքիմիական դեղամիջոցները տարբերվում են քիմիական դեղամիջոցներից նրանով, որ նրանք ներկայացնում են իրենցից սպիտակուցներ։ Իսկ դրանք սպիտակուցները դրանք հակամարմիններ են կամ ֆերմենտներ են, որոնք կարելի է դիտարկել որպես փոքր ռոբոտներ եւ նրանք հրաշք են գործում։ Ես հույսով եմ մեր հանդիսատեսները ծանոթ չեն այդ տեղերին եւ դրանց կարիքը չեն ունեցել, բայց եթե մարդկությունը ինձ հարցնեն ինչն է ամենաբարդ բանը, որ մարդկությունը կարողացել է հասնել, դա այն չի, որ մարդիկ կարողացել են մարդ ուղարկել լուսին եւ հետ բերել, ըստ ինձ դրանք բիոքիմիական դեղերն են։ Բիոքիմիական արտադրության ժամանակ մենք ստիպում ենք մարդկային նման բջիջներին անել այն, ինչ որ բնությունը իրենց չի տվել եւ նրանք ստեղծում են այդ դեղերը, այդ հակամարմինները եւ դա այդ արտադրությունը շատ բարդ է եւ ամենաբարդ բանն է, ինչ որ մարդկությունը այս պահին կարողանում է անել։ Եվ հիմա 7 տարի է ես փաստորեն արհեստական բանականության գործիքակազմը ներդնում եմ առողջական համակարգի լավացման, առողջական լոգիստիկային համակարգի, առողջական process-ների օպտիմիզացիայի, առողջական process-ների սխալներ գտնելու մեջ, առողջական process-ները, այսպես կոչված smart monitoring, predictive maintenance եւ այլն։ 20 տարի առաջ ես որոշեցի զբաղվել արագաստությամբ եւ բացի նրանից, որ սովորեցի արագաստությունը եւ նաեւ դարձա արագաստության դասախոս։ Հիմա ես ունեմ ամեն տարի ունեմ 7 աշակերտ, որոնք ստանում են արագast լինելու իրավունք Բոդենզե լճի մեջ եւ դա իմ հոբին է, ես սիրում եմ արագաստությունը, սիրում եմ Բեռնուլի օրենքները, որ լուր, արագ նավի ծռվածությունը, հայացքս դեպի ալպեր, դեպի արևը
լուր կարելի է մեդիտատիվ էլի զբաղվել տրամաբանական խաղերով մտքի մեջ։ Դա իմ հոբին է, այսպես կոչված։ Ծնվել եւ մեծացել եմ Երևան քաղաքում, ծնողներս նույնպես ծնվել են եւ մեծացել Երևան քաղաքում։ Հայրս եղել է տնտեսագետ, իսկ մայրս եղել է կենսաբան, ավագ գիտաշխատող Երևանի պետական համալսարանում։ Այցելել եմ 83 դպրոցը, որից հետո ընդունվել եմ եւ ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանը։ Համալսարանը ավարտելուց հետո ընդունվել եմ կլինիկական արձինատուրա, հանրապետական պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում։ 2001 թվականին ավարտել եմ կլինիկական արձինատուրան եւ աշխատել եմ այնտեղ որպես ամբիոնի ասիստենտ եւ մանկաբարձ գինեկոլոգ։ 2003 թվականին ամուսնացել եմ եւ եկել եմ Գերմանիա։ Գերմանիայում գերմաներենի կուրսերից հետո անցել եմ հիվանդանոցում, Բիբերախ քաղաքի հիվանդանոցում պրակտիկա, որից հետո հանձնել եմ քննություն։ 2019 թվականին դարձել եմ արդեն ընտանեկան բժիշկ եւ բացել եմ իմ ընտանեկան բժշկության կլինիկան եւ աշխատում եմ մինչեւ հիմա որպես ընտանեկան բժիշկ այնտեղ։ Այժմ մեր պրակսիսում մենք ունենում ենք 1000-1200 պացիենտ եռամսյակում եւ շատ կարեւոր է այս պահին լեզուների իմացությունը, քանի որ ես տիրապետում եմ նաեւ ռուսերեն լեզվով, ունենք պացիենտներ Ուկրաինայից, որոնք որ գաղթել են Գերմանիա, ունենք պացիենտներ նաև Ռուսաստանից եւ Ղազախստանից, որոնք որ դեռ այդքան լավ չեն տիրապետում գերմաներեն լեզվով եւ իրենց կարողանում ենք նաև բժշկական օգնություն ցուցաբերել եւ իհարկե գերմանացիները, որոնք որ կարիք ունեն ընտանեկան բժշկի։ Մեր համար շատ կարեւոր է հոգեվոր կապը եւ մեր երեխաների համար նույնպես հայկական եկեղեցին եւ հայկական մշակույթը։ Ես հույսով եմ, որ կգա մեկ օր, որ կկարողանամ իմ տարիների ստեղծված փորձը եւ գիտելիքները փոխանցել գալիք սերնդին, գալիք բժիշկներին, ապագա բժիշկներին եւ կարողանամ նաեւ կարծիքների փոխանակում կատարել Հայաստանի ընտանեկան բժիշկների հետ։